Որն է ձեր պատկերացումը դասավանդողի դերի հետ կապված։ Դերի որպես դասավանդող, ինչպիսին պետք է լինի դասավանդողը ու ուսուցման հետ կապված ինչ պատկերացումներ ունեք։ Բավական բարդ հարց է, կապված է նախ միջավայրից, այսինքն բուհից, ինչ ուղղվածության բուհ է, որտեղ բուհեր կան, որ շատ ավելի ֆորմալ պետք է լինի այդ շփումը, բուհեր կան, որտեղ կարող ավելի անմիջական լինի, բուհեր կան, որ պրակտիկ մասը շատ է, որ ավելի անմիջականացնում է շփումը, կան, որ միջև բուհեր կան, որ լեկցիաները շատ են նվազած դասախոսության շփումներ, բայց ավելի մթնոլորտը ավելի հաճելի սարքել է ուսանողի համար, որ ավելի ճիշտ է բոլորն էլ մենք գործում ենք հասուն մարդկանց հետ հիմնականում, այդ ինչ-որ չափով առավելություն է, բայց բոլորը չէ, որ բոլոր ինչի, որ դուր է գալիս այն միջավայրը, որում սովորում են, բոլոր համար չէ այդ միջավայրը միշտ նպաստավորում են, հիմնական մենք ուղղված լինենք այդ միջավայրի, այստեղ խոսքը չի գնում էլի մասնագիտական գիտելիքների մասին, այստեղ խոսքը գնում է հենց այդ միջավայրի ստեղծման համար մասին, որ հարմարավետ միջավայր ստեղծենք ուսանողների համար, դա ամենամեծ դերն է։ Իսկ ձեր պրակտիկայի ընթացքում ինչպես եք կարողանում հենց ստեղծել այդ միջավայրը, մոտիվացնել ուսանողներին։ Չի ասի, որ իդեալական միջավայր ստացվում է ստեղծել դեռ իմ մոտ ամեն դեպքում, բայց փորձում եմ պահպանելով որոշ սահմաններ անմիջականացնել շփումը, այսինքն ուսանողներին ազատ արտահայտելու հնարավորություն տալ, որ ուսանողը չմտածի, որ հանկարծ կարող է ինչ-որ սխալ բան ասի, դրա համար իրան պատժեն կամ դրա համար ինչ-որ հետևանքներ կրի իր արած սխալը, այսինքն ուսանողներին պետք է հասկացնել, որ քննարկումը պետք է ամեն ինչին կան քննարկման միջոցով, այսինքն սովորում ենք քննարկման միջոցով, հետո ուսանողներին աշխատում եմ շատ չսահմանափակեմ ռեսուրսների մեջ, օրինակ մարդիկ կան, որ իրանց համար անհասկանալի է ինչ-որ լեզու, կոնկրետ որս արտասահմանյան ուսանողների հետ եմ դասեր անցկացնում, հիմնականում իրանք էլ լեզվի կրող չեն, անգլերեն լեզվի կրող չեն, իրանց համար գրականությունը, չնայած որ իրանք ասենք 5-րդ, 6-րդ կուրսի ուսանող են, պետք է արդեն նորմալ լինի, բավական բարձր մակարդակի վրա լինի իրանց լեզվի ունակությունները, որոշ դեպքում գրականությունը իրանց համար այդքան հասկանալի չի, դրա համար չեմ իրանց սահմանափակում, մենակ նրանով ինչ-որ ես եմ ձեզ ասում, այսինքն հնարավորություն եմ տալիս ռեսուրսներից օգտվելու։ Այսինքն տարբերակները, որոնք հիմնականում կիրառում եք, դնում եք քննարկումների վրա։ Քննարկումները շատ դասի ընթացքում քննարկումները շատ կարևոր կոմպոնենտ են։ Իսկ ունեք այլ արդյունավետ տարբերակներ, որոնք կիրառում եք լսարանը հավաքելու, մթնոլորտ ստեղծելու համար, ուսուցումը ավելի մատչելի դարձնելու համար։ Իրական վերջերս եմ սկսել կիրառել սենց խմբային հանձնարարություններ, մասնավորապես research էլի խմբային, այսինքն ինչ-որ թեմա հանձնարարվում է ուսանողների խմբի ու այդ խումբը կազմվում է ռանդոմ տարբերակով, այսինքն ոչ թե իրար մոտ ուսանողներ, ոչ թե լավ սորողներ, վատ սորողներ իրարից առանձին, այլ ուղղակի, այս բանը դեռ ռանդոմ, հետո հնարավոր է արդեն ինչ-որ գնահատականների հիման վրա հավասարազոր խմբեր կազմվեն, ու այդ խմբերին հանձնարարում են թեմաներ։ Ու խմբում ամեն ուսանող իր դերն է ունենում, այսինքն այդ թեման իրանք պետք է հետազոտեն ու ներկայացնեն լսարանին, ասենք 2 շաբաթ հետո, իրան ժամանակ է տրամադրվում էլի, ու ամեն ուսանող տարբեր ռեսուրսներից կարող է օգտվի, այդ որ ասում եմ, այսինքն, բայց պարտադիր է էլի, օրինակ մեկին հանձնարարում է, որ ինքը մենակ կարա դերքից օգտվի այդ թեմայի շրջանում, էլի ոչ թե դասի շրջան, առասարակ լսարանի շրջանում, այսինքն մեկը կարող մենակ գրականությունից օգտվի, մեկը կարող մենակ ChatGPT-ից օգտվի օրինակ, մեկը կարող մենակ արտիկլներից օգտվի, ու իրանք պետք է ընդհանուր այդ թեման ընդհանրացնեն իրար հետ,
այդ թվում նաև լսարանային քննարկումների ընթացքում, այսինքն ամեն օր անդրադառնանք, այսինքն 3-4 թեմայով մոտարապես, 3-4 թվականում, ամեն օր անդրադառնանք ինչ նորություններ ունեն, ինչ են մտածում դրա մասին, ու այդպես քննարկումներ։ Իսկ կհիշեք մի առանձնահատուկ հաջող դաս, որ ձեզ համար շատ արդյունավետ վերջնարդյունք ա ունեցել։ Մի դաս։ Օրինակներից որևէ մեկը։ Դե իրական այդ խմբերից էլ է կախված, այսինքն դու դասը կարող է լրիվ նույն ձևով անցկացնես, բայց տարբեր խմբերում տարբեր վերջնարդյունքներ լինեն։ Ու իրական ես նկատել եմ խմբերը ինչքան հետերոգեն են, այնքան ավելի դասերը արդյունավետ են լինում, այսինքն երբ որ օրինակ մենք ունենք խմբեր, որ մենակ ուսանողները 99%-ը կարող է ուրիշ ուսանողները հարավային Հնդկաստանից են, բոլորը։ Այդ խմբերում մի քիչ արդյունավետությունը ավելի քիչ է լինում, քննարկումը ակտիվ չի ինչ-որ, բայց երբ որ հետերոգեն են անում, կարող է նաև կոնկուրենցիան ինչն է ավելի հաճելի անդամակում։ Իսկ հիմնականում ինչ մեթոդներ եք կիրառում ուսանողներին ավելի ներգրավելու դասապրոցեսի մեջ, որպեսզի ակտիվ լինեն հարցեր տան։ Դե որ իրանց ներգրավեմ, իրանց անձնարարականներ տալով, դա կարևոր մասը, ու ինչ եմ օգտագործում։ Բարդ է հիշել այս բանը։ Բայց դե հիմնականում դա էլ անձնարարականներ, որ իրանք ինչ-որ նպատակ ունենան, ու այդ նպատակների շրջանակներում բաց են դիսկուսիաներ ինչ-որ էլ է։ Ամեն ուսանող չի, որ ասենք ստանդարտ մեր ուսումնական պլանի շրջանակներում կարող է իրեն հարց առաջանում այդ հարցը տա։ Առաջ ճիշտն ասած, մինչև այս խմբային research-ը սկսելը, ուսանողներին ասում էի, մենք ունենք ակտիվության գնահատականներ, դե այդ ակտիվությունը բացի այդ լսարանային ակտիվությունից ուզում ես, որ բոլոր ուսանողները չեն լսարանում ակտիվ, ուզում ես, որ բոլորը ներգրավեն, ասում էի, ձեզ հետաքրքրող թեմաներով, վիրաբուժության հետ կապ ունեցող ձեզ հետաքրքրող թեմաներով պրեզենտացիաներ սարքեք։ Այսինքն անկախ նրանից մենք հիմա ինչ ենք քննարկում, ինչ թեմաներ ունենք մեր ծրագրում, ձեզ օրինակ հետաքրքրում է, չգիտեմ, լիարդի փոխպատվաստում։ Մեր ծրագրում այդ չկա, չենք անցնում որպես ծրագրային թեմա է, բայց եթե ձեզ հետաքրքրում է, դրանից բաներ պրեզենտացիաներ սարքեք։ Էլի այդ ընթացքում էլի կոնտակտ վայրով ուսանողների հետ։ Մենք էլ տանջականությունը մտցում են, ճիշտ ասած ես չեմ մտցել, այդ իրանցից է սկսել, որ շատ ակտիվ են անձնական նամակագրությունով։ Այսինքն ես իմ ուսանող տարիներին չէի պատկերացնի, զգուշությամբ ենք դասախոսներին friend request ուղարկում, բայց իրանք կարող է ժամը գիշերվա 1-ին ինչ-որ բան գրեն, ասենց խնդիր ունեմ, ասենք այս թեմայի այս մասը ասենց եմ հասկացել, ճիշտ եմ հասկացել, մի 7 ժամից դաս են, էլի, բայց դա ինչ-որ չափով կարող է ավելի անմիջականություն ստեղծել։ Միջականությունը։ Իսկ այն նշեցիք, որ տարբեր ըմբռնողականության ունակություններ կարող է ունենալ լսարանում, օրինակ երեխաներից մեկը կամ մի քանիսը տարբեր են։ Ինչպես եք Ինչպես եք օրինակ հարմարեցնում դասապրոցեսը, որ բոլորի համար մատուցվող նյութը մատչելի լինի, հասկանալի լինի։ Այդտեղ իրական հետադարձ կապն է կարևոր, որ դու հասկանաս ով քո բացատրածից հետո, ասենք, կամ հետո քննարկման արդյունքում ով ինչ ստացավ, ինչ նոր բան ստացավ, ում համար մոտ բաներ մնացին։ Այս բանը տենց համակարգված բան չկա, որ բոլորից 100%-անց հետադարձ կապ կարողանում ստանամ, բայց ամեն դեպքում գոնե մինիմումը որ անում եմ, բացի հարցնելուց ինչ հարցեր, որովհետև հիմնականում դրան էլ շատ հաճախ տենց լուր ուսանողների կողմից պատասխան չի լինում, էլի, բայց հաջորդ օրը օրինակ նախկին թեմայի շուրջ պատահական ուսանողների հարցեր տալը, որ տեսնեմ ինչքանով այդ իրենց մոտ այդ նյութը ընկալված է, կարող անցնենք այդ նյութի վրայով, թե չէ։ Հիմնականում տենց իրանց համար ավելի մատչելի դարձնելու համար ես ասում եմ,
կարող է հետ գնանք անատոմիա քննարկենք, հա, որտեղ մարդիկ կան, նման բանտ մի քանի տարի առաջ որ խաղ եկել լծվել էին տեղափոխված ուսանողներն էին շատ, հա, տարբեր համալսարաններ, կովիդ, պատերազմ եւ այլն համալսարանների փակում։ Այդ շատ բաց տեղեր կային ու ասենք ես իրանց ասում եմ մի ամաչեք, որ ասենք եթե էսա պետք, եթե չգիտեք, հարցը տվեք։ Իսկ եթե մենք ինչ-որ լյարդի հիվանդություն ենք քննարկում, բայց ուսանողը չգիտի լյարդը որտեղ է, ինչ ուզում ես ասենք, չի պատկերացնել այդ, հա։ Դրա համար եթե կարիք կա, մենք հետ ենք գնում քննարկում ու ոչ մի ձևով այդ չի անդրադառնում ասենք ուսանողի ստատուսի վրա եւ այլն, հա։ Լրիվ նորմալ է։ Իսկ եղել է դեպք, երբ օրինակ ուսանողների առաջարկների հիման վրա ձեր մոտեցումը փոխեք։ Կլինեին դեպքեր, եթե առաջարկները շատ լինեին, իրական բավականին ու պասիվ են, մի քանի առաջարկ լսելի, ոչ թե ընդհանուր իմ մեթոդների հետ կապված, այլ առհասարակ փորձում եմ հարցնեմ, էլի ոնց անենք, ինչ անենք, որ ձեր համար, ասենք, այս ուսումնական գործընթացը ավելի լավ լինի, ավելի էֆեկտիվ դառնա։ Օրինակ, ուսանողներ մի քանի անգամ լսել են, որ ասում են, ասեք, որ այդ հանձնարարման խմբային աշխատանքներ, ասում են, դե իրար հետ չեն կապվում, դե պատահական ընտրված խմբեր են։ Ասում եմ, հա, լսանում ձեզ ժամանակ տրամադրեմ, եթե քիչ է գրադարանում ենք, ասում են գրադարանում չենք կարող բարձր քննարկում անենք։ Մեզ պետք է սենյակ, որտեղ որ կարողանանք, ասենք, այդ քննարկումը անենք, ասենք, համալսարանում, ինչ-որ սենյակ լինի տրամադրված ակտիվ քննարկումների համար, այսինքն որ գրադարանում կարդացողներն էլ չխանգարեն, ու իրանք հանգիստ քննարկեն, տենց առաջարկներ է եղել։ Ուսումնական process-ից իրականում շատերը, երբ որ արձագանք կա, ասում են, որ պրակտիկան քիչ է իրանց։ Այդ իրական խնդիրը Հայաստանում, հայկական բուհերում առհասարակ, կոնկրետ մեր մոտ մանավանդ արտասահմանցի ուսանողներ, որտեղ պրակտիկայի կազմակերպումը դժվարացած է լեզվի խնդրի պատճառով, այսինքն եթե հայ ուսանողին դու կարես տանես պացիենտի մոտ ինքը պացիենտից անամնես հավաքի, այսինքն որտեղ շատ ուսանողներ պատկերացնում են վիրավորության շրջանակներում պրակտիկան կան վիրահատություն նայեն։ Դրանից ոչ մի բան անել չես տան, որտեղ այդ նույն վիրահատությունը ավելի սիրուն կարաս նայես ինտերնետով, ավելի ընկալելի կլինի քո համար, որտեղ ավելի լավ տեսանկյուններից ես նայում, բայց օրինակ գնաս հիվանդի հետ շփվես, հիվանդից անամնես հավաքես, փորձես ինչ-որ shortlist ունենաս, ախտորոշման, դիագնոստիկայի shortlist ունենաս, այդ միջազգայինների հետ անհնար է կազմակերպելը, որտեղ մեր պոպուլյացիայի մեծ մասը չի խոսում անգլերեն, ու չես կարող գնաս հիվանդին, դաժե եթե հիվանդը խոսում է անգլերեն, չես կարող գնաս հիվանդին ասես լինի անգլերեն խոսացի ուսանողը հետ, այդ մի քիչ դժվարացած է իրականում, բայց փորձում ենք լրացնենք սիմուլյացիոների միջոցով, բայց face-to-face շփումը իրականում բավական ուժ պրոբլեմ է։ Այդ էլ փորձում ենք ինչ-որ չափով, ուսանողներ կան գնում են իրենց երկրներում են համառային պրակտիկան անցնում, իրականում այդ մեր համար դժվար է վերահսկել իրանք ոնց են անցնում պրակտիկան, բայց հույս ենք ունենում, որ էֆեկտիվ։ Այսինքն ամեն դեպքում ուսանողների առաջարկները որոշակի առումով բավարարվել են։ Հա, իհարկե, եթե ինչ-որ բան իմ կամ առհասարակ բուհի ադմինիստրացիայի ուժերի սահմանումը կարճ ժամկետում իրագործել, ես այդ հարցը, եթե այդ հարցը ինձ ներկայացվել է, ուսանողների կողմից այս հարցը բարձրացնում եմ ադմինիստրացիան net չի արել, որ ասենք քաշենք ինչ-որ հարցեր բարձրացնելուց, միշտ իրանք կողմեն ես նոր մոտեցումներին, զարգանալուն, ուսման մակարդակը բարելավելուն։ Իսկ ունենք որոշակի պլանավորում, որը ձեզ թույլ է տալիս համոզված լինել, որ տվյալ դասապրոցեսը, որ անցկացվել է ձեր կողմից, գրավիչ ու արդյունավետ է։ Պլանավորում, որ ինչ
Այսինքն պլանավորել եք ձեր դասերը այնպես, որ համոզված լինեք, որ դա գրավիչ ու արդյունավետ է իր վերջնարդյունքով։ Իրական տենց ստացվել է երևի, որ ասում եք, որ ուսանողները դրական արձագանքի մասին այդ բավականին համար հաճելի է։ Ну, նենց է ուսանողների վերաբերում քիչ զգացվում է, ոչ այդ մանավանդ փակ քվեարկությունները ավելի հաճելի է, երբ որ տենց չեն վախենում արտահայտվեն, էլի։ Իրականում տենց ստացվել է, որ ասում ինչ-որ բան պլանավորել եմ, իրականում մասնակցում եմ տարբեր ծրագրերի պրակտիկայի բարելավման, դասընթացի որակի բարելավման, բայց կոնկրետ որ ասեմ ինչ-որ ձեւով պլանավորել եմ մինչև այս մոմենտ առաջին մի դասահանման առաջին 2-3 տարին ուղղակի տենց ստացվել, ուղղակի փորձել եմ գործ անեմ երևի հիշելով այն դասախոսներին, ում ինձ հաճելի է եղել լսել, տենց հիմնվելով իմ փորձի վրա, ինձ որպես ուսանող ինչ ձևով է հաճելի եղել դասին մասնակցելը։ Իսկ որքան հաճախ եք թարմացնում ձեր դասավանդման մոտեցումները։ Ինչպես։ Էքսպերիմենտներ անում ժամանակ առ ժամանակ, ասենք այդ կարող է հիմնական հաճախությունը տարին մեկ է, որտեվ ասենք ես շատ խմբեր եմ ունենում, բայց խմբերը հիմնական ուսանակում, այսինքն ես կարող եմ մի սեմեստրի ընթացքում 10 քանի խումբ ունենամ, բայց բոլորը նույն ուսումնական պլանով են գնում, այսինքն եթե փոփոխություն ես ուզում մտցնես, այդ կես տարին մեկ կամ մի տարին մեկ հաճախականությամբ կարող լինի։ Դրանից հաճախ դժվար է լինում, կարող ասա տարբեր խմբերի, տարբեր էքսպերիմենտալ մեթոդներ փորձարկես տարբեր խմբերի վրա, բայց տենց էլ կարող է վերջնարդյունքը տուժի, որտեղ էքսպերիմենտալ մեթոդը միշտ չի որ Իսկ այ օրինակ բարդ թեմաները ունեք որևէ մոտեցում, որի շնորհիվ բարդ թեմաները փորձում եք պարզ ու ավելի հասկանալի դարձնել լսարանի համար։ Չէ, իրական բարդ թեմա չկա, կախված է ներկայացնելու ձևից, մանավանդ բժշկության մեջ ես չեմ գտնում, որ կա բարդ թեմա, եթե ուսանողը քայլ եկել է, ասել է վիրաբուժական բանություններ, իսկ նրանք ասում են անատոմիա, առաջին կուրսում անատոմիա, հիստոլոգիա, հիմնական առարկաները, հետո ասում են պաթոլոգիական անատոմիա, պաթոլոգիական հիստոլոգիա, այսինքն բիոքիմիա, մոլեկուլյար մակարդակով, բջջային մակարդակով, հետո հյուսվածքային մակարդակով, իրանք որ ասում են այս մակարդակի, պետք է իրանց համար բարդ բան չլինի իրականում, բայց լինում է, իհարկե, դրանք արդեն հետ են գնում հիմքերը դեպի։ Հասկանալի է։ Ձեզ ուսման մեջ ինչն է դրդում ու մոտիվացնում։ Ուսման մեջ իմ ուսման։ Ուսման եւ ձեր ուսուցման։ Ինչն է դրդում ու մոտիվացնում։ Իրականում կարող եք պատասխանել ուսուցման մեջ։ Ամենաշատը դասավանդելու մեջ ինչն է մոտիվացնում։ Համուսուցման մեջ բարելավել առողջապահության վիճակը, այդքան կրթության վիճակը չէ, ինչքան առողջապահության վիճակը, արժի առնելով որտեղ եմ, ինչ բում եմ աշխատում, այս պայդրությամբ իրականում, ես չգիտեմ ձայնագրությունը ինչի համար է, բայց մեր ուզում եմ ասեմ, որտեղ ես հրապարակվելու։ Չի հրապարակվելու, ինքը ամբողջությամբ գաղտնի է պահվելու, ուղղակի տեքստային տարբերակի վերածենք։ Չէ, ինչ-որ բանից քաշում եմ։ Չէ, ուղղակի որ ժամանակ չկորցնեմ գրառումների վրա։ Առողջապահության վիճակը ասենց խայտարակ է իրականում Հայաստանում, ու այդ միշտ չի որ մասնագետների որ մասնագիտական հմտություններից է, ավելի շատ առողջապահության կազմակերպումից ու մասնագետների մարդկային հատկանիշներից ինչ-որ չափով։ Դրա համար ես իրականում կարևոր տեղ եմ հատկացնում, այլ որպես մարդ իրանց զարգացման մեջ, այսինքն մենակ այն չի, որ ես իրանց ինչ-որ գիտելիքներ փոխանցեմ, համել ինչ-որ աշխարհայացք, այսինքն հասկացնել, որ պացիենտը փող աշխատելու
միջոց չի, այսինքն քո հիմնական նպատակը դու եթե եկել ես բժիշկ դառնալու քո նպատակը փող աշխատելն է հիմնական, լավ է հաջողվես այդ գործից, որովհետև կամ հիասթափելի ես, կամ էլ կանվերի տակ աշխատելու ես կասկածելի արդյունքներով։ Հնարավոր է փող աշխատես, բայց այդ շատ կարևոր է, որպես մարդկանց զարգացման մեջ ինչ որ դեր ունենալը, հա, կապ չունի տեղ են աշխատելու, տեղ գնահատակին երկրներում աշխատելու։ Կարևոր է հասարակության համար, որ արժեքավոր մասնագետ լինեն, ոչ միայն հմտությունը դառնան։ Իսկ ինչ մարտահրավերների եք բախվել հիմնականում որպես դասավանդող, ինչպես եք վերաբերում դրանց։ Հիմնական մարտահրավերը բացա ոչ այդքան ոչ այդքան բաց ուսանողներն, այսինքն բաց համագործակցության, նման արտասանցիների մեջ շատ մարդ ստեղ է ոչ թե իրականքով, այլ իր ծնողների կամքով, ծնողների երազանքն է եղել ինքը բժիշկ դառնալ, խոսքով, հա, դրա համար միշտ չի որ իրանք հետաքրքրված են առհասարակ մասնագիտությամբ, մասնավորապես առարկայով, իրականն այն չի եղել, որ ասենք ուսանողը ասի ես ասենք որոշել եմ դառնալ կոսմետոլոգ, այս առարկան ինձ հետաքրքիր չի։ Հիմնականում եթե հետաքրքիր չի, ամբողջ մասնագիտությունը հետաքրքիր չի իրանց էլ։ Հիմնականում դա մարտահրավերը, որ ուսանողների մեջ բավական մեծ խումբ ոչ իրականքով, այսինքն ինքը այս մասնագիտությանը վերաբերում է կրթությանը, կոնկրետ ներկա կրթությանը վերաբերում է որպես ուղղակի դիպլոմ ստանալու միջոց առանց ինչ-որ հետագա գործողությունների մասնակցության շրջանը, գործունեության մասնակցության շրջանը։ Իսկ ինչպես եք դրան վերաբերում, ինչ մոտեցումներ եք ցուցաբերում այդ ուսանողներին։ Իրական դժվար է ինչ-որ մոտեցում ցուցաբերելը, բայց փորձում եմ հենց այն հետաքրքիր լինի առարկան, միգուցե եթե մանավանդ ինչ-որ հնարավորություններ եւ կարողություններ ունեն, միգուցե ընտրեն բժշկության ուղի, բայց ասում եմ մարդը եթե ընդունվել է տենց 4-5 տարի սովորել է, տենց մի քիչ դժվար է իր աշխարհայացքը փոխել։ Ձեր կարծիքով որոնք են ուսուցչի ամենակարևոր հատկանիշները։ Բարդ ամենակարևոր հատկանիշները։ Բարձ խոսք որպես ուսուցիչ, այդ ուսանողների համար բարձ խոսք է, որովհետև բոլորին չտրված բարձ բացատրել ամեն ինչը։ Այսինքն մարդը կարող է հաց առնել այնց բացատրի կյանքում չկարողանաս մտնես հաց առնես։ Բարձ խոսքն է կարևոր, էմպաթիան կարևոր է, իրական ուսուցչի համար, այդ ինձ թվում է այդ այն բանն է, որ բոլոր ուսուցիչները կարող են էմպաթիա ունենան, որտեղ բոլորն էլ ուսանող են եղել էլի կապվում։ Բարձ խոսք, էմպաթիա։ Ինչքան է դա։ Իսկ ինչ գիտելիք մասնագիտական ոլորտում գիտելիքների թարմացվող գիտելիքների շարունակավոր թարմացվող գիտելիքների պաշար։ Իսկ ինչ խորհուրդ կտաք մյուս դասավանդողներին դասավանդումը բարելավելու համար։ Իրանց թե որակի բաժնին։ Իրանց։ Եթե ունեք որակի բաժնին, որակի բաժնին էլ։ Նույն ինչ որ խորհուրդ եմ տալիս ուսանողներին։ Չաշխատեն փողի համար, աշխատեն արդյունք ստանալու համար, այսինքն որ իրանք ասենք հպարտությամբ ասեն, այս մարդը իմ ուսանողն է, էլի օրինակ ոչ թե գնան բարեկամի հետ գնան բժշկի իրանց ուսանողը գլուխը կախ դուրս գա։ Մի խոսքով էլի։ Իսկ որակի բաժնին։ Որակի բաժնին, չգիտեմ, ավելի հաճախ որակի գնահատումներ, իսկն ու ավելի թիրախավորված ինձ թվում է բոլոր առարկաները, կարելի է ինչ-որ գիտելիքների ստուգումներ, իսկն մենք վերջնարդյունք ենք տալիս, այդ վերջնարդյունքների ստուգումներ կան իրականացում են
ուսանողների շրջանում, ես չգիտեմ այդ կազմակերպումը թե չի առհասարակ։ Հասկացա։ Վերահսկում դրա հիման վրա, վերջնարդյունքի հիման վրա դու կարաս գնահատես քո մասնագետներին ըստ ումա ինչի կազմակերպես։ Շատ լավ։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար, փորձով կիսվելու համար, ավելացնելու բան ունեք կամ հարցեր։ Գնայեք մի խառը խոսած։ Չէ, ամեն ինչ հասկանում եմ։ Դժվարանալու խմբակներով։ Շնորհակալություն։ Իրական